Սիրելի քաղաքացիներ, տեսեք հիմա, սա բարեկեցիկ ուղևորափոխադրումն է, Տիգրան արտադրումն է, որ ասма գազերներում կզած էին, հա, ճիշտ էր ասում, բայց այստեղ էլ իրար գրկած են գնում, տարբերությունը ես չեմ հասկանում, էլի, որ բարեկեցիկ քաղաքացին պիտի ակետից բեկետ տեղափոխվի եւ չկա ժողովուրդ ջան, մի վճարեք, թանկ ուղևորներ, դուք կարող եք դա անել։ Տեսեք։ Երիտասարդ աղջիկ, տեսեք, օրինակ, տեսեք, չեն կարողանում նստել, տեսեք, դուրներ պիտի խցկելով, սենց բրդելով իրար վրա, տեսեք։ Հեսա մեր Երևանի տրանսպորտի վիճակը սա է։ Դուք մարդ կա ժողովուրդ, որ ուզում է թանկանա տրանսպորտը, կա, ինչ-որ մարդ կա, որ ուզում է թանկանա տրանսպորտը։ Ես գնահատական չտամ իրականում քաղաքացիներին, ես բոլորին հարգում եմ, բայց ես չեմ կարծում, ամբողջ աշխարհում մեր բնակիչները չեն կարող, էլի կողմ լինել թանկացմանը, երբ որ համաչափ չի աշխատավարձերի, թոշակների բարձրացումը։ Ձեր թոշակները օրինակ բարձրացել է այնքան, որ դուք կարող եք ապրեք։ Կամ աշխատավարձը բարձրացել է, համապատասխան, որ ձեր ապրելակերպը լավանա։ Ժողովուրդ ջան, մի վճարեք, անվճար երթևեկեք։ Լավ եք անում։ Ժողովուրդ, վաղը ժամը 10-ին հավաքանու նիստի օրակարգում եկել է նախագիծ 17000 ստորագրությունների հետ կապված Մայր Հայաստանի քննարկվելու է, որ ուղևորցել մինչև 100 դրամ լինի։ Կտեսնենք հիմա քաղաքային իշխանությունը նորից կգնա այդ 17000 քաղաքացիների դեմ, թե ոչ։ Հետևեք նիստերին։ Լավ եղեք։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, նոր ցույց էի տալիս հանրային տրանսպորտ, որը բարեփոխված չէ, երկու ինչ-որ քանակի ավտոբուս բերել, դա չի նշանակում բարեփոխել տրանսպորտային համակարգը։ Տրանսպորտային համակարգը բարեփոխման մեջ դա 10%-ն է կազմում, նույնիսկ ավելի քիչ ավտոբուսների փոխարինումը։ Շատ ու շատ այլ հարցեր մինչ այս պահը լուծված չէ եւ չեն էլ կարողանում լուծել մոնիտորների տեղադրումը, կանգառասրահների, խելացի կանգառասրահների տեղադրումը, որը պետք է մոնիտորներով հագեցած լինի, բայց չկա, գոյություն չունի այս քաղաքում, տեսեք։ Մայր Հայաստանը շարունակում է բոյկոտի իրազեկման ակցիաները, մեր հավաքանիները գտնվում են տարբեր վարչական շրջաններում, սիրելի քաղաքացիներ, կոչ ենք անում, ձեր կամքը թելադրեք, որովհետև դուք եք որոշող, այս երկրում մեր քաղաքացիներն են որոշողները, տեսեք կանգառները որտեղ են կանգնած, տեսեք, մինչև Խաչմերուկի բերանը, տաքսիների երկրորդ գիծ, տրոլեյբուսը կանգնել է երկրորդ գիծ, նայեք, սիրելի քաղաքացիներ, երկրորդ գծից ուղևորներ են նստում, որի գնահատականը դուք բոլորդ կտաք, սա խախտում է, իրականում չի թույլատրվում նման երթևեկություն, նման ուղևորահոսքերի փոխադրում, ավտոբուսի դռները, տրոլեյբուսի դռները բաց են եւ այդտեղից քաղաքացիները նստեն, դա անթույլատրելի է, երբ որ երկրորդ գծում է կանգնում։ Իշխանությունը բաժանել է իրենց մերձավորների։ Հոր 12,000 էր, Տիկին Աղեկյան, 12,000 տվեց, 12,000 անվճար տոմս են տվել, անվճար, շատերը, որ ասում են ինչի չեք վճարում ձեզ տրանսպորտի մեջ, իրանք անվճար ստացել են ու փորձում են մյուսին ասեն դու վճարի, որ ես անվճար գնամ, այդ 12,000-ը անվճար քաղաքապետարանը որոշ սոցիալական խմբերի տվել է անվճար, իսկ մեծ մասը հենց այդ անվճար քաղաքացիներն են ասում վճարեք ձեզ։ Սիրելի քաղաքացիներ, մենք բոյկոտը շարունակում ենք, կարճ տեսահաղորդով այսքանով ես սահմանափակում եմ նկարահանումը եւ շարունակում ենք
իրազեկման ակցիա։